լսել ես բուլինգի մասին։ Ինչ է բուլինգը։ Հոգեբաններն ասում են, բուլինգը որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն է մեկ այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ եւ կարող է ֆիզիկական եւ հուզական վնաս հասցնել անձին։ Իսկ ովքեր կարող են ենթարկվել բուլինգի։ Դե իրականում ոչ ոք ապահովագրված չէ այս երևույթից։ Բուլինգի կարող են ենթարկվել բոլորը, ովքեր փոքրինչ տարբերվում են մեծամասնությունից։ Տարբերությունները կարող են լինել ցանկացած տեսակի, անգամ ամենադրական տարբերությունները։ Երևի բուլինգը տեսակներ էլ ունի, չէ՞։ Իհարկե, տարբերակում ենք խոսքային, կիբերբուլինգ, ֆիզիկական եւ սոցիալական բուլինգի տեսակներ։ Տեսնես կան գրքեր, որտեղ գրված կլինեն որոշակի մեթոդներ այս անցանկալի երևույթի դեմ պայքարելու համար։ Ոչ միայն գրքեր, այլ նաև բազմաթիվ հոլովակներ կան համացանցում, որոնց նպատակն է իրազեկել հասարակությանը բուլինգի դրսևորումների մասին։ Համացանց ասացիր հիշեցի։ Շատ եմ լսել կիբերբուլինգի մասին, որն իր վտանգավոր եւ անդառնալի հետևանքներով ազդում է անձի հոգեբանության վրա։ Գիտեք, շատ կարևոր է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պատրաստ լինի բարձրաձայնել այս մասին։ Այս կերպ գոնե որոշ չափով կարելի է կանխել բուլինգի դրսևորում։ Եվ աջակցել նրանց, ովքեր դարձել են բուլինգի զոհ։ Հեյ բարեկամներ, այսինչ կարևոր հարց եք քննարկում։ Ինչ, խոսում է լսեցիք։ Մի զարմացիր, մեր ժամանակներում արձանները հաճախ են խոսում։ Ուշադրություն մի դարձրեք։ Պարոն Վաղարշյան, նոր ժամանակների երևույթ է, ձեզ անծանոթ կլինի։ Ոչ, սխալվում ես բարեկամ։ Երևույթը բոլոր ժամանակներում էլ եղել է։ Պարզապես անվանումն է տարբեր եղել։ Թումանյան ես կարդում։ Բացիր գրքի 321-րդ էջը եւ կարդա վերջին պարբերությունը։ Ես, աղջիկ պարոնին, ուզում էր արդարանա գիքորը, բայց խոսքը բերանում ապտակը հասավ, աչքերը կայծակին տվին, գլուխը դիպավ կողքի պատովն ու վեր ընկավ, այժմ միայն հրամայեց հաշ չտան, որ իմանա, թե ինչ բան է քաղցածությունը։ Փաստորեն գրքերում է բուլինգ կա։ Իհարկե, բուլինգի դրսևորումներն հայ գրականության մեջ բազմաթիվ են։ Գրքերում դուք կհանդիպեք ձեզ ծանոթ ու անծանոթ մի շարք երևույթների, որոնք մշտապես եղել են հայ գրողների ուշադրության կենտրոնում։ Հովհաննես Թումանյանի, Նարդոսի, Գրիգոր Զոհրաբի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Ռաֆու, Մուրացանի, Պետրոս Դուրյանի եւ շատ այլ գրողների ստեղծագործություններում դուք ականատես կլինեք հոգեբանական, ֆիզիկական եւ սոցիալական բուլինգի բազմաթիվ օրինակների։ Գրական ստեղծագործություններում տեղ գտած բուլինգի դրսևորումները յուրատեսակ դաս են ընթերցողների համար։ Պայքարելու հասարակության մեջ տեղ գտած նմանօրինակ երևույթների դեմ։ Այս կերպ գրողները փորձել են ցույց տալ, որ ծաղրը, ֆիզիկական բռնությունը, ճնշումը, անտեսումն ու շարունակական հալածանքները քայքայում ու ոչնչացնում են հերոսներին, դարձնելով նրանց ճակատագրի դաժան զոհ։ Պետք է կարդալ, շատ կարդալ ու պատմել բոլորին հենց այս ստեղծագործությունների օրինակով։ Հակադարձելով բոլոր բացասական երևույթներին, քարոզել սեր, համերաշխություն, հանդուրժողականություն եւ հարգանք։ Եվ որ ամենակարևորն է, անհանդուրժող լինել բռնության, հոգեբանական ճնշման, ծաղրի ու նմանատիպ արատավոր երևույթների հանդեպ, որ բարին հաղթի աշխարհում։